Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 23-րդ դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի համար 2387N որոշման հավելվածի սահմանված կարգի 4-րդ կետով ձեզ է ներկայացվում Երևան քաղաքի Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը որը սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում է Սեբաստիա եւ Հասրատյան փողոցների խաչմերուկ, անվանափոխել բարերար Քր Քրքորյանի անվամբ, անվանակոչելով Քր Քրքորյանի փողոց։ Որոշումը ընդունվելուց հետո բյուջեում հավելյալ ծախսեր չեն նախատեսվում։ Քր Քրքորյանի կենսագրությունը տրված է եղել բոլորին, կարծում եմ մանրամասն այնքան էլ կարդալու կարիք չկա, որովհետև բոլորս գիտենք, թե ով է Քր Քրքորյանը, եւ Լենինգրադյան փողոցի մասին ասեմ մի քանի տող, Լենինգրադյան փողոցի անվանափոխման նախագիծ ներկայացվել է նաև 2017 թվականին ելքխմբակցության կողմից, որտեղ առկա է եղել 10 եւ ավել հազար ստորագրություն քաղաքացիների, որոնք դիմել էին Լենինգրադյան փողոցը անվանափոխելու Լեոնիդ Ազգալձյանի անունով, բայց քանի որ հանրապետական իշխանությունը այդ օրը ֆոկուս արեց, այսպես ասած, եւ օրակարգի սկզբում բերեց Ազգալձյանի անունով անվանակոչեց Սարալանջում փոքր մի փողոց, հետեւաբար օրակարգի վերջում արդեն դրված Լենինգրադյան փողոցը անվանափոխել Ազգալձյանի անունով էլ չստացվեց ելքխմբակցության նախաձեռնությունը, որը նաեւ եղել է մեր այդ ժամանակվա նախընտրական ծրագրի կետերից։ Լենինգրադյան փողոցի անվանափոխումը առնվազն 10 տարի արդեն օրակարգում է, երևանցիների նաև օրակարգում է, ոչ միայն մեր, հետևաբար այսօր սա թե դրված է եղել նաև նշեմ, որ քննարկման հանրային ակտիվ քաղաքացի հարթակում, ասեմ, որ դրված է եղել Լենինգրադյան փողոցի երկու նախագիծ անվանափոխելու քվեարկություն, ակտիվ քաղաքացի հարթակում գրանցված 1000 մի քիչ, մի քանի հարյուր անդամից քվեարկել է 300-ին մոտ մեր նախագծին կողմ եւ եղել է 8 դեմ, մյուս առաջարկին եղել է, եթե չեմ սխալվում, 8 կողմ եւ 13 դեմ։ Այս քվեարկությունը 200-ից ավել Լենինգրադյան փողոցի համար երբ դրված էր ակտիվ քաղաքացի հանրային քննարկման, այդ հարթակում առնվազն բացառիկ թվերից մեկն է, ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, սա էլ հաշվի առնելով, լսում եմ ձեր հարցերը։ Հարցերի համար հերթագրում։ Պետրոս Արոկյան։ Եթե Քրքորյանը հիմա առողջ լիներ, սաղ լիներ եւ ձեզ տեսնել ստեղ բեմում եւ իմանալ ձեր կոռուպցիայի թաթախվածությունը այս քաղաքապետարանում, կարծում ես կողմ կելներ այս նախագիծին։ Շնորհակալություն մեր կոռուպցիայի մասին հայտարարություններ անելը, դիմեք իրավապահ համակարգին եւ իրավապահ համակարգը թող բացահայտի կոռուպցիաները։ Քր Քրքորյանը, որ ողջ լիներ, դա լիճում առնվազն 2-3 խմբակցություն չեր լինի, որովհետև այդ ականջների ետևում երևում են հենց այն մարդու ականջները, ով Քր Քրքորյանի ֆինանսավորման լինս հիմնադրամով եկած ֆինանսավորումները հայտնի խոսույթներով չգիտենք ուր գնաց։ Եվ դադարեց Քր Քրքորյանը Հայաստանի Հանրապետությանը ֆինանսավորել։ Կոռուպցիան մեր մեջ մի մանեկեք, պտտվեք հետև։